Ժողովուրդ, ձեզ ինչու չի հետաքրքրում կաթողիկոսը երեխա ունի, թե ոչ։ Անհանգստանում է Նիկոլ Փաշինյանը։ Այս հարցը ինչի չի հնչում Հայաստանում։ Իրանք երկու Հասարակական գործիչը բացատրում է, թե ինչու է հասարակությունն անտարբեր կաթողիկոսի երեխա ունենալ-չունենալու հարցում։ մենք գործ ունենք բարձր քաղաքացիական գիտակցության հասարակության հետ։ Երեխա ունենալը Հայաստանի օրենքներով արգելված չէ եւ արգելված չէ ոչ ոքին։ Այդ թվում ամենայն հայոց կաթողիկոսին։ Պատմությունն էլ արձանագրել է ընտանիք, կին ու երեխաներ են ունեցել Գրիգոր Լուսավորիչը, Սահակ Պարթևը։ Եկեղեցական կանոնակարգի փոփոխություններով է բարձրաստիճան հոգևորականների առաջ չամուսնանալու պայման դրվել։ Եվ ուրեմն, եթե անգամ կաթողիկոսը երեխա ունի, նա հակապետական որևէ բան չի արել։ Եկեղեցական կանոնակարգն է շրջանցել։ Դատողը եկեղեցին պետք է լինի։ Երկրի որևէ պաշտոնյա իրավունք չունի քիթը խոթելու որևէ կրոնական կազմակերպության գործունեության մեջ։ Իսկ բայց ինչը ավելի վատ է, երկրի այսպես կոչված վարչապետը հանցագործություն է գործում քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածով, խոչընդոտելով կրոնական կազմակերպության օրինական գործունեությանը։ Եվ Փաշինյանը, որ խոսում է ժողովրդի անունից ու որ հասկացել է մարդիկ անտարբեր են կաթողիկոսի երեխա ունենալ-չունենալու հարցում, գուցե դադարեցնի հակաեկեղեցական արշավը։ Չէ։ Փաշինյանը չի նահանջելու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին հեռացնելու ծրագրից։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի։ Սա ուղղակի ցանկություն չէ։ Սա թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջն է։ Հայ առաքելական եկեղեցուն թուլացնելը սկսել կաթողիկոսին մերժելուց, շարունակում է հասարակական գործիչը։ Ինչպես օրինակ Արցախը զավթելու համար խայծներ Յուրի Խաչատուրովին ձերբակալելը, կալանավորելը կամ չգիտեմ Մանվել Գրիգորյանի Տուշոնկա օպերացիան, հա, այդ խայծերն էին, որի միջոցով մարտավարությունը հետևյալն է, դու սկզբից վարկաբեկում ես կառույցը, հետո մտնում ես այդ կառույցը զավթման process-ի մեջ։ Այդպես արել են թե դատարանների հետ, թե բանակի հետ, թե եկեղեցու հետ են հիմա։ Ժողովրդի անտարբերության մասին խոսելով Փաշինյանը ակնարկել է, ուժեղացնելու է եկեղեցու դեմ վարչական լծակով արշավը, նկատում են մասնագետները։ Դիրքը վերցրել են։ Առաջին դիրքը հովանավանքն էր, երկրորդը կլինի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որտեղ Փաշինյանը ծրագրել է գնալ կիրակի։ Թալինից հետո Վաղարշապատի ընտրությունները ցույց կտա ինչ կլինի։ Եթե Վաղարշապատի ընտրություններում սրանք հաջողության հասան, մի շաբաթ էլ չի տևի վեհարանը գրավելու համար։ Ինչպես դա եղավ օրինակ Երևանի ընտրությունների ժամանակ, գողացան այստեղ ընտրությունները, Ավինյանը դարձավ քաղաքապետ, մի շաբաթ հետո Արցախը ընկավ։ Եթե Երևանը չվերցներ ԿՊ-ն, Արցախի անկումը առնվազն հետաձգվելու էր։ Իսկ ինչ է ասում հայ առաքելական եկեղեցին իր դեմ արշավողներին։ Թոնդրակյաններ, Պավլիկյաններ, եղել են տարբեր աղանդավորական ուսմունքներ, որոնք ժամանակի ընթացքում աճել, բազմացել են սնկի նման եւ վերացել են։ Եկեղեցին ասում է, այսպես չի մնա։ Հոգևորականների արձագանքը թումանյանական ոճով է։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Աշոտ Մանոյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։